Բազյան Ասատուր Ալումովիչ։ Քանի տարեկան եք։ 101 տարեկան։ 18 տարեկանումս գնացալ եմ հայրենական պատերազմին։ Հերս շուտ է գնացալ, ես 42 թիվին։ Եվ 3 անգամ վիրավորվել եմ։ Վերջի վիրավորումս լալա Վարշավա։ Դուք հիմա եկել եք կրկես ինչ ակնկալիքով եք եկել։ Ինչ ակնկալիք։ Ինչ տրամադրությամբ եք եկել հայրիկ ջան կրկես։ Ես մի քիչ դժվար եմ լսում։ Ինչ տրամադրությամբ եք եկել կրկես։ Դե ոնց ասած, հիմա այսօրվա դրության ես մենակ եմ ապրում։ Խնամակալ բռնած պահում է ինձ օգնում է։ Եվ շատ լավ պահում է, ես գոհ եմ, էլ ուրիշ ոչինչ չեմ կարա բողոքանում, բայց խնամակալի ոչ մեկը չի օգնում, պետք է խնամակալիս օգնեն չէ, բայց ես եմ իրան օգնում։ Պապի ջան, այսօր եկել ես ստեղ, ինչ ես զգում, այս կապույտ գորգով առաջինը դու անցար։ Ոնց դուք օգնեք, աղա ձեզ ավելի լավ լսի։ Վերջին անգամ երբ էիք կրկես գնացել, պապիկ ջան։ Որտեղ։ Ցիրկ, վերջին անգամ երբ էիր եկել։ Չեմ հիշում։ Այստեղ վերջին անգամ երբ ես եղել կրկես։ Կրկես վերջին անգամ երբ ես եղել։ Չեմ հիշում չեմ։ Մի քիչ հիշողությունս այնքան չէ։ Փոքր էիր, թե արդեն մեծ էիր, որ եկար։ Բայց հիմա 100 տարեկան եմ։ Առաջվա հիշողությունս կարալ չի լինի այնքան։ Էլի Փառք Աստծո։ Ունեմ 50 հատ թոռ եւ կուռ։ Ես գոհ եմ Աստծուանից, բայց ամբողջ աշխարհը որտեղ գնամ տուն ունեմ, աշխարհի որ մասը գնամ տուն ունեմ։ Այսինքն բոլոր տեղեկան, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա, բոլոր տեղ, Ռուսաստան, բոլոր տեղ, Ռուսաստան վրծայրում ասես կա։ Հիմա այսօրվա դրության ինձ հրավիրում է, բայց ես չեմ գնալ, ես չեմ գնում, իմ հայրը ես պատերազմից որ եկալ եմ, 40 քանի տարի ապրել եմ Բաքու, 88 թիվի, ասալ եմ ես գնալու եմ իմ հայրենիքից, իմ հայրենիքից բացի ուրիշ էլ ինձ վշտեղ չունեմ, ես Ամերիկա ազատ կարող էի գնալ, բայց չեմ ուզացալ, ես ուզացալ եմ որ իմ հայրենիքիմս ապրեմ։ Կեցեք պապի ջան, շնորհակալություն ձեզ, երկար կյանք ու առողջություն։